Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Շնորհակալություն։ Ես զարմանում եմ, մարդ ոնց կարող է ինքն իր դեմ ցուցմունք տալ անել Անժա ամբիոնից։ Պարոն Մինասյանը ասում է, հանրությանը սպառնալը պատերազմով քրեական հանցագործություն է ինքնիշխանության դեմ։ Մոռացել են այս մարդիկ 5 տարի այս ամբիոնից ինչ էին ասում։ Էլ պատերազմ էին գուժում, էլ սյունիկն էին տալիս, էլ տավուշն էին տալիս, էլ սահմանազատումներ պատերազմի հիմք, ինչ ասես ասել են, ամեն կողքից ծառի տերևի շրշյունը համարում էին, որ շուտով պատերազմ է լինելու եւ գուժում էին հանրությանը։ Հիմա մեզ ասում են վախեցնում եք ժողովրդին, սպառնում եք պատերազմով։ Խաղաղությունը, եթե մեկ քաղաքական ուժի հետ է կապված, խաղաղություն չէ։ Քրեորեն պատժելի արարք է այս ամեն ինչը։ Ժորժ ջան, ոնց որ իջեք իրականություն։ Դուք տենց սուս ու փուս նստած էիք, մենք էլ եկանք, ասացինք դուք պատերազմի քաղաքական ուժերն եք, ոչ, դուք 5 տարի հերիք չսպառնացել եք պատերազմով։ Երկրորդ եկեք նայենք ձեր առաջարկներին։ Բոլորդ միաբերան, Ռոբերտ Քոչարյան, Սամվել Կարապետյան, Գագիկ Ծառուկյան, միաբերան նույն տեքստն եք կրկնում, որ անհրաժեշտ է երաշխավորների օգնությամբ հասնել խաղաղությամբ։ Նոր երաշխավորներ են մեզ պետք։ Թրիփ նախագիծը վերաբանակցելու եք։ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների մասին եք խոսում, իրավունքները դարձրել եք կեսդ վերադարձի իրավունք, կեսդ ուղղակի իրավունքներ։ Շատ տեղեր ձեր համաժողովներում Արցախ վերադարձ լինելու է տեքստեր են հնչում։ Ուզում եք ասել, դուք նախաստորագրված պայմանագիրը վերաբանակցելու եք, թե ոչ։ Երկրորդ հարցս, դուք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը շարունակելու եք նույն ձև, ինչ որ մենք ենք արել, թե ոչ։ Խաղաղության նախաստորագրված պայմանագրի կետերը, որոնք արդեն ամրագրված են եւ այս տարիների ընթացքում մեծ դժվարությամբ ենք հասել այս կետին, վերաբանակցելու եք, կներեք լեքսիկոնից համար փոզմիշեք անելու են ինչ որ Հայաստանի Հանրապետությունը հասել է այս ընթացքում։ Էտա պատճառը, որ մենք ասում ենք դուք պատերազմի քաղաքական ուժերն եք, որովհետև դուք այս բոլորը որոշել եք դնել մատաղանել ձեր սիրելի կայսրության ոտքերի առաջ եւ ասել այո, մեզ հիմա փրկիչներ են պետք, մեզ հիմա երաշխավորներ են պետք եւ դրանով փորձում եք քաղաքական դիվիդենդ շահել մեր ժողովրդի մոտ։ Էսա թարգմանաբար նշանակում, ինչա նշանակում դուք պատերազմի կուսակցություններ եք։ Եվ չհամարձակվեք ասել, որ խաղաղություն հաստատած, խաղաղություն բերած քաղաքական ուժը պատերազմ է բերել։ Այդ ինքնին ձեր պետության նկատմամբ վերաբերմունքի մասին է խոսում, որովհետև չի կարելի այն ամեն ինչ տեղի է ունեցել հարևանի ագրեսիայի արդյունքում վերագրել քո պետության իշխող քաղաքական ուժին։ Շնորհակալություն։